Բարի երեկո, հարգելի բարեկամներ, հերթական երեկոն է, հանգստանում ենք եւ ես առաջարկում եմ այս անգամ մեր հանգիստը կազմակերպել պատերազմների հերթական շարքը ուսումնասիրելով, որպեսզի հասկանանք անցյալը, առավել լավ պատկերացնենք ներկան եւ փորձ կատարենք հնարավորինս կանխատեսել ապագան։ Այս անգամ ես նախատեսել եմ դիտարկել մոնղոլա-մամլուքյան պատերազմները, դրանց դերը Մերձավոր Արևելքի պատմության մեջ, դրանց դերը հայ ժողովրդի պատմության մեջ, մեր ժողովրդի քաղաքական եւ պատմական ընթացքի համայնապատկերում եւ ընդհանուր առմամբ լուսաբանել, թե ինչը եղավ, ոնց եղավ եւ ինչը ինչից սկսվեց։ Շատերին կարող է հիմա անհասկանալի թվալ, թե ինչի մասին է, այսինքն մոնղոլա-մամլուքյան պատերազմ ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Ընդհանուր սկզբում ասեմ, որ խոսքը վերաբերվում է պատերազմների այն շարքին, որը մղվում էր մոնղոլական տերության մաս հանդիսացող Էլխանության եւ մամլուքյան սուլթանության միջև։ Այս պատերազմները սկսվեցին 1259 թվականին եւ ավարտվեցին 1315 թվականին։ Այսինքն իրանք տևեցին մոտավորապես կես տարից մի քիչ ավել։ Պետք է ասել, որ մոնղոլական արշավանքները ժամանակակից պատմական գրականության մեջ բավականին լավ են ուսումնասիրված, բայց միաժամանակ հաշվի առնելով դրանց հսկայական ծավալները, առկա են նաև զգալի թերություններ, բացթողումներ։ Մասնավորապես շատ լավ է ուսումնասիրված մոնղոլական բանակի արևմտյան արշավանքի մասը կազմող, այսպես կոչված եվրոպական արշավանքը, բավականին լավ է եւ մանրամասն է ուսումնասիրված նաև նույն այդ արևմտյան արշավանքի սկիզբը կազմող Ռուսաստանի նվաճումը, որը տեղի ունեցավ 1230-ականների երկրորդ կեսին, եւ ընդհանուր առմամբ արևմտյան արշավանքը, որը տեղի ունեցավ 1235-ից 1242 թվականներին, բավականին լավ է ուսումնասիրված։ Առաջին անգամ մեր պատմագրության մեջ, բայց ես իմ գրքերում առաջ եմ քաշել այն թեզը, որ հենց այս արևմտյան արշավանքի մի մասն էր կազմում նաև Հայաստանի արևելյան մասի նվաճումը մոնղոլական տերության կողմից, որը տեղի ունեցավ 1236 թվականի երկրորդ կեսին եւ վերջին, այսինքն Հայաստանի նվաճումը դա մոնղոլական արևմտյան արշավանքի մի մասն էր։ Այս առումով եւս հայկական պատմագրությունը բավականին լավ է ուսումնասիրել մոնղոլական արշավանքները, թեև մեր մասով էլ շատ են բաց կետերը։ Հետագա տասնամյակներում, սակայն, քանի որ մոնղոլական տերությունը Եվրոպայի հետ արդեն տենց ռազմաքաղաքական ուղղակի շփումներ չունեցավ, իսկ Ռուսաստանն ու Հայաստանի արևելյան, իսկ հետո արդեն հիմնական մասերն էլ գտնվում էին մոնղոլական տերության տիրապետության տակ, ուսումնասիրության որակը զգալիորեն ընկնում է եւ այդ անորակությունը մենք արդեն զգում ենք մոնղոլա-մամլուքյան առաջին պատերազմից սկսած եւ հետագա պատերազմների ընթացքը ուսումնասիրելիս։ Այս բացն էլ հենց հիմա մենք կփորձենք լուսաբանել։ Մինչև առաջ անցնելն ասեմ, որ մոնղոլա-մամլուքյան պատերազմները ըստ էության մասն էին կազմում մոնղոլական տերության երկրորդ արևմտյան արշավանքի կամ այլ կերպ ասած Էլխանության արևմտյան արշավանքի կամ եւս այլ կերպ ասած Հուլավուի արևմտյան արշավանքին, այս տերմինները ձեզ կարող եմ մի քիչ շփոթության մեջ գցեմ, բայց ընթացքում ես սրանք կպարզաբանեմ։ Իրոք Էլխանության արևմտյան արշավանքը, այսուհետ այս երևույթը սենց կոչենք, իրենից ըստ էության ներկայացնում էր երկու մասերի ամբողջություն, առաջին մասը ուղղված էր իրանական լեռնաշխարհում եւ հայկական լեռնաշխարհի հիմնական մասում մոնղոլական տերության մաս կազմող եւ հենց նոր ստեղծված Էլխանության իշխանության ամրապնդմանը ամենից առաջ, երկրորդ Իրաքի կամ Միջագետքի գրավմանը Բաղդադ կենտրոնով եւ արաբական խալիֆության վերջ տալուն, սա առաջին մասն էր իր ենթամասերով եւ արդեն այդ Էլխանության արևմտյան արշավանքի երկրորդ մասն էլ հենց կազմեց արդեն անմիջականորեն պատերազմը մամլուքյան սուլթանության հետ, որով էլ հենց սկիզբ առավ մոնղոլա-մամլուքյան առաջին պատերազմը։ Այս արշավանքը արդեն ավելի վատ է ուսումնասիրված, քան մոնղոլական տերության այն առաջին արշավանքը, անհամեմատ ավելի վատ է ուսումնասիրված։ Դե այստեղ խնդիրը կայանում էր նրանում, որ հիմնական պատերազմի թատերաբեմ հանդիսացան
Արևելյան երկրները, Պարսկաստանը, Հայաստանը, Միջագետքը, Իրաքը, Ասորիքը, Սիրիան եւ այլն, այստեղ էլ պատմագրությունը եւ մասնավորապես ռազմական պատմագրությունը այդքան լավ զարգացած չէր, հիմա էլ զարգացած չէ եւ արդյունքում այս արշավանքի ոչ միայն ընթացքը բավարար չի շարադրվել, այլև բառից բուն իմաստով կան ընդհանրապես հարցեր, որոնք երբեք չեն վերլուծվել։ Իմ աշխատանքներում առանց ավելորդ համեստության ես փորձ եմ արել լրացնել այս բացը եւ հետագայում խոսելով մոնղոլա-մամլուքյան պատերազմների մասին եւ բնականաբար ամենից առաջ կհիմնվեմ հենց իմ աշխատանքների վրա։ Մինչև առաջացնելը մի հատ էլ ամրագրենք այս պատերազմների կարևորությունը մերձավոր ու մասնավորապես նաեւ միջին արևելքի պատմության մեջ, որովհետեւ այդ կարևորությունը հանգում էր նրան, որ այո, մոնղոլական տերությունը ըստ էության մի վերջին թռիչք կատարեց դեպի արևմուտք, իդեմս այս պատերազմների կամ դրանց շարքի, բայց մյուս կողմից էլ այդ թռիչքը արդեն արվեց իր մաս կազմող էլխանության միջոցով։ Թե սա ինչ էր, ընթացքում ես ձեզ կասեմ, եւ փաստորեն այս պատերազմը նաեւ էլխանության կայացման կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացավ, այսինքն մերձավոր արևելքը այս պատերազմների ընթացքում վերջնականապես ստաբիլացավ, ավելին այստեղ կայացավ նաեւ մոնղոլական տեսության իրավաբանական մաս հանդիսացող էլխանության, բայց փաստացի անկախ պետություն հանդիսացող էլխանության նաեւ կայացումը կայացավ էլխանությունը այս պատերազմների արդյունքում։ Անվանման մասին այս պատերազմների մի քանի բառ ասենք։ Պատերազմների անվանումը ընդհանրապես պատմագրության մեջ միշտ վեճերի տեղիք է տվել եւ քիչ պատերազմներ կան, որոնք հենց տենց մեկ ձևով կան ու այդպես էլ մնում են, տարբեր մասնագետներ տարբեր սկզբունքներով առաջնորդվելով տարբեր տարբերակներ են առաջարկում, ես հարմար գտա հենց այս տարբերակը մոնղոլա-մամլուքյան պատերազմ, առաջին բաղադրիչը մոնղոլներն են, մոնղոլական տերությունն է, երկրորդ բաղադրիչը մամլուքյան սուլթանությունը։ Այս պետությունների մասին քիչ հետո մենք ավելի մանրամասն կխոսենք։ Կարող էի գրել Էլխանա մամլուքյան պատերազմ, բայց ճիշտ չգտա այդքան մանրացնել, որովհետև այդ տերմինը մի քիչ նեղ մասնագիտական է եւ շատերը կարող է չիմանան, թե Էլխան տերմինի տակ ինչ է հասկացվում, այդ դեպքում որ մոնղոլ տերմինը եւ ավելի ընկալելի է եւ ավելի տարածված եւ մեծ հաշվով այո ավելի հարիր է այս պատերազմի բնույթին։ Երկրորդ տարի վերաբերյալ մամլուքյան տարի վերաբերյալ հենց այս պատերազմների ամենասկզբում Եգիպտոսում իշխանության հասան մամլուքները, ովքեր էին նրանք եւ ինչ էին, նորից քիչ հետո կխոսենք, եւ արդյունքում պատերազմների այս երկրորդ տարն էլ ամրագրեցինք հենց այսպես մամլուքյան պատերազմ եւ արդյունքում ստացանք մոնղոլա-մամլուքյան պատերազմներ։ Ինձ թվում է անվանումը շատ կոռեկտ է եւ ճիշտ է։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, հիմա ես ըստ էության ձեզ ներկայացնում եմ այն նախաբանը, այն սկիզբը, որի մասին հաջորդ մեր հանդիպումներում մենք կխոսենք։ Մոնղոլա-մամլուքյան պատերազմները ըստ իմ դասակարգման ընդհանուր առմամբ եղել են 4 հատ։ Մոնղոլա-մամլուքյան առաջին պատերազմ 1259-ից 1261 թվականներին է ընթացել, Մոնղոլա-մամլուքյան երկրորդ պատերազմ ընթացել է 1270-ից 1281 թվականներին, Մոնղոլա-մամլուքյան երրորդ պատերազմ 1299-ից 1306 թվականներին է ընթացել եւ Մոնղոլա-մամլուքյան չորրորդ պատերազմ, որն ընթացել է 1308-1315 թվականներին։ Շտապ եմ ասել, որ անվանումից զատ նաև բուն էս դասակարգումը կարող է վիճահարույց թվալ եւ մասնավորապես եթե օրինակ առաջին պատերազմի հարցով սկիզբը վերջը եւ ընթացքը մեծ հաշվով վեճեր չեն առաջացնում, ապա օրինակ երկրորդ պատերազմի սկզբի առումով առաջինն եմ ես, որ 1270 թվականն եմ ընդունում, որովհետեւ այդ թվականին այո ընթացան սահմանային բավականին մեծածավալ պատերազմական գործողություններ։ Իր տեղում դրա մասին կխոսենք։ Սովորաբար մասնագետներս երկրորդ պատերազմը սահմանափակում են 1280-81 թվականներով, այն հաշվարկով, որ իրոք պատերազմի գագաթնակետը հանդիսացած իրադարձությունները տեղի ունեցան 1280 եւ հատկապես 1281 թվականին, այսինքն պատերազմի վերջին 2 տարում, բայց ես արդար չեմ համարում սա, որովհետեւ երբ որ սենց թափ հայացքով եւ ողջ տեղեկատվությամբ
կիրառմամբ նայում ենք, այս երկրորդ պատերազմը սկսվել էր 1270 թվականին, երբ որ այս պատերազմի մասին ես կխոսեմ, ես այս 1270 թվականի պահը բնականաբար կհիմնավորեմ։ Մողոլամամլուքյան երրորդ պատերազմը այս 4 պատերազմներից ամենամեծն էր, ամենամասշտաբայինն էր, ամենա խորը եւ խոշոր պատերազմական գործողությունների ու կորուստների բերածն էր, եւ կարելի ասել, որ այս առումով ինքը համեմատությունից դուրս է այն մյուսների հետ։ Մի քիչ իրեն մոտենում է առաջին պատերազմը, անհամեմատ զիջում է երկրորդ պատերազմը եւ ընդհանրապես զիջում է չորրորդ պատերազմը։ Այս մասն էլ իր տեղում մանրամասն կխոսենք։ Եվ Մողոլամամլուքյան չորրորդ պատերազմը կարելի ասել մոռացված պատերազմի թվերին է դասվում, որովհետև ես շատ փնտրեցի մասնագիտական գրականության մեջ, նույնիսկ այս պատերազմի հիմնական իրադարձությունները ճիշտ արտացոլված չեն, ամբողջական արտացոլված չեն, էլ չասած այն մասին, որ որպես առանձին պատերազմ սա չի էլ դիտարկվում եւ գոնե ինձ մոտ առկա տեղեկատվության համաձայն ես առաջինն եմ, որ սա որպես առանձին պատերազմ եմ դիտարկում։ Դե մի քիչ արդարացումներ կան, աղբյուրները անհասանելի են կամ դժվար հասանելի են այս պատերազմի հետ կապված, ի տարբերություն նախորդ պատերազմների, իր տեղում այս մասն էլ մի քիչ մանրամասն կխոսեմ։ Մյուս կողմից էլ այս պատերազմը իրոք ծավալներով անհամեմատ փոքր էր, զիջում էր նախորդ 3-ից յուրաքանչյուրին, ըստ էության սենց սահմանային մի հատ խոշոր ընդհանրման բնույթ ուներ, բայց ամեն դեպքում կարծիքով պատերազմ էր եւ նաեւ ըստ էության որևէ էական հետևանքի չհասցրեց ոչ ռազմավարական, ոչ մարտավարական, ոչ քաղաքական եւ ոչ այլ հետևանքներով։ Առանձին նաեւ երևի գաղտնիք է ներ այս պատերազմի, որ այս պատերազմի հիմնական սկզբնաղբյուր հանդիսացող Էլխանության եւ մամլուքյան կողմից աղբյուրները առայժմ լավ ուսումնասիրված եւ հրատարակված չեն, իսկ երկրորդական աղբյուրներն էլ գրեթե չգիտեն այս պատերազմի իր փոքրածավալության մասին։ Եվ այսպես պատերազմները մենք թվարկեցինք, այժմ առաջ անցնենք եւ այս պատերազմների մյուս բնութագրերին անդրադառնանք։ Իմ խոսքը առաջ տանելով հիշենք, ինչպես ասում է, թանաքի եւ գրիչի անխոջ մարտիկներին, խոսքս պատմիչների մասին է, թանաքի եւ գրիչի այդ անխոջ մարտիկների ջանքերով է, որ մենք հիմա հարյուրամյակներ անց գիտենք, թե այն ժամանակ այս մեր ապրածներից հարյուրամյակներ առաջ ինչ է կատարվել։ Բնականաբար սա ընդհանուր ճշմարտություն է, բայց կիրառվելի է նաև մողոլամամլուքյան պատերազմների վերաբերյալ եւ կարճ ասեմ, որ քանի որ երկու պատերազմող պետություններն էլ ըստ էության խորը եւ շատ զարգացած քաղաքակրթության ներկայացուցիչներ եւ հետնորդներ էին, իրենց մոտ նաև զարգացած էր պատմագիտությունը, եւ եթե դեպքեր են լինում, երբ որ մի զարգացած պետությունը ընդհարվում է մի չզարգացած ուժի հետ եւ այդ դեպքում միայն զարգացած պետության պատմագիտությունից մենք գիտենք դեպքերի մասին, դասական օրինակը, օրինակ Արևմտյան Հռոմեական կայսրությունը, երբ որ ընդհատվեց հոների հետ, Կատալոնյան դաշտի ճակատամարտ 451 թվական եւ այլ, բնականաբար հոները ընդհանրապես պատմագիտություն չունեն եւ հոների կարծիքը տեսակետը մեզ չի հասել, այն դեպքում, որ Արևմտյան հռոմեական կայսրության պատմիչները, լինելով այդ մեծ հունահռոմեական քաղաքակրթության հետնորդներ, լայնորեն լուսաբանում են իրավիճակը, իր պլյուսներով եւ մինուսներով, բնական է, սուբյեկտիվիզմ եւ այլ եւ այլ։ Մողոլամամլուքյան պատերազմի պարագայում բարեբախտաբար մենք ոչ միայն գիտենք երկու կողմերի կարծիքները, այլև ունենք նաեւ երրորդ եւ չորրորդ տիպի կարծիքներ, որոնց մասին հիմա կասեմ։ Եվ այսպես, Էլխանությունը, որը արդեն ընդգրկում էր մողոլական տերության հարավ-արևմտյան մասը, գործնականում իրանական լեռնաշխարհը, Աֆղանստանը ներառյալ, Պակիստանից գալիս շրջաններ, մինչև Ինդոս գետը, ըստ ըստ էության պարսկական մշակույթի հետնորդ էր եւ բնականաբար պարսկական արաբական քաղաքակրթական պատմագրությունը մեզ հիանալի հնարավորություն է տալիս իմանալ Էլխանության կարծիքը այս ամեն ինչի մասին։ Այս առումով առաջնային է Ռաշիդ էդ-Դին անունով պատմիչի աշխատանքը, որը ապրել է մոտավորապես 1300-ական թվականների այդ առաջին կեսին, կոնկրետ թվերը չասեմ,
մոտավորապես այդ ժամանակ իրեն մահապատժի են ենթարկել, ինչ որ 10-ական թվականներին եւ այլն, այսինքն ինքը հասուն անձնավորություններ այս պատերազմների ողջ ընթացքը իր կյանքի հետ միասին է գնացել։ Ինքը եղել է Էլխանների վեզիրը, հետո իրեն գցեցին ինտրիգների մեջ, վերջում սպանեցին, բայց ինքը շատ կուրսի անձնավորություն էր, գիտեր պետական փաստաթղթերը, դիվանը եւ այլ։ Բնականաբար նաեւ Ռաշիդ էդ-Դինը սուբյեկտիվության զգալի տարր ունի, որովհետեւ արտահայտում է մոնղոլա-էլխանական տեսակետը։ Այնուհանդերձ Ռաշիդ էդ-Դինի դիրքորոշման վրա մեկ նրբություն էլ կա եւ դա էլ պետք է հաշվի առնել, քանի որ ինքը արդեն մահմեդականության ընդունած պատմիչ էր եւ ստեղծագործում էր այն ժամանակ, երբ որ Էլխանությունը արդեն իսլամն էր ընդունել, ինքը որոշակի եւ պարսկական պատմագրական իսլամական կնիքն է իր վրա կրում եւ նաեւ այն մոնղոլների են սկզբնական մինչ իսլամական ոգին գրեթե չի արտահայտում։ Ասենց ասեմ, առողջ պատմիչ, որ այնուհանդերձ ունի սուբյեկտիվության տարր, իսլամական շերտ եւ այլ։ Մյուս կողմը մամլուքյան սուլթանությունը ընդհանրապես հարուստ պատմագիտական ավանդույթների ներկայացուցիչ էր, նույնիսկ պարսկականին է գերազանցող իմ կարծիքով, որովհետեւ արաբական պատմագիտական երկու դպրոցները, ասորիկյան ու եգիպտական, այս ժամանակաշրջանում համարում էին իրոք առաջնայինը, իրենց նյուանսներով, որոնց վրա այս բան կանգ չեմ առնի, եւ այդ կողմից եւս այս իրադարձությունները շատ լավ են ներկայացած։ Այնուհանդերձ արաբական պատմագիտությունը ուներ իր տրադիցիոն թերությունները եւ այդ թերությունները ստեղ եւս մենք կզգանք, իրենք ավանդականորեն մարտավարական, ռազմական մանրամասներին շատ անուշադիր են, ընդհանուր խոսքերով են դրանք նկարագրում, բանակ, ռազմական գործ, այս առումով շատ նման են իրենք իդեպ քրիստոնյա կրոնական պատմիչներին եւ ավելի շատ sense ցկտում են փառաբանել տիրակալին, իսլամի հաղթանակը ներկայացնել եւ ասենք շատ դժվար է իրենց մոտ գտնել ինչ-որ ռազմական զարգացումների, մանրամասների մասին տեսակետ։ Իրենց մոտ սա ընդգծված երկրորդ, երրորդական դերերի վրա է եւ այստեղ ուղղակի ռազմական պատմության մասնագետը կարծես տողատակերից ցկտում է վեր հանել ճշմարտությունը։ Այս երկու խումբն էին՝ մոնղոլական եւ մամլուքյան։ Այնուհանդերձ, ինչպես ասացի, կար եւս էլի խումբ, եւ այս խմբի մեջ առաջնային դերը պատկանում է քրիստոնյա պատմիչներին, քրիստոնյա պատմիչների մեջ էլ առաջնայինը բնականաբար հայկական պատմիչներն էին։ Մենք քիչ հետո կտեսնենք, որ հայերը շատ կենթանի եւ գործուն մասնակցություն ունեցան այս իրադարձություններին եւ արդյունքում, քանի որ 13-րդ դարի վերջը եւ մասամբ էլ 14-ի սկիզբը այն հայկական ուշ միջնադարյան գրականության վերջին ոսկե դարն է համարվում, 14-ից անկում է ապրում, մենք ունենք մի շարք զգալի լուրջ աշխատանքներ, որոնք լրջորեն լույս են սփռում այս իրադարձությունների վրա եւ լրջորեն, բայց նաեւ հայերի ու քրիստոնյաների պահով լրացնում են դրանց։ Եվ դրանք եւս շատ արժեքավոր են հայկական պատմիչներն։ Իրենց մեջ ես ամենից առաջ կնշեմ բնականաբար Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Հեթում պատմիչ, Հեթում երկրորդ արքան, Հեթում աղտեցին, մանր ժամանակագրերներ եւ այլ, ուղղակի իրաց չթվարկեմ։ Քրիստոնյա պատմիչների մյուս խումբը ներկայացված է վրացական աղբյուրներով, ավելի ճիշտ ըստ էության մենակ մեկ աղբյուր, իրենք ունեն իրենց պատմագրությունը հավաքված է մեկ ընդհանուր կոդեքսի մեջ, որը ոնց որ մի հատ օրենսգիր կլինի, որը մասերից է բաժանված, եւ այդ մասերի վերջին մասերից մեկը այսպես կոչված 100-ամյա ժամանակագրությունն է, որը ընդգրկում է մոտավորապես 100 տարի, 1220 մոտավորապես թվականից մինչև 1320 թվականները, եւ այս պատերազմները իր մեջ ընդգրկում է, այս վրացական աղբյուրը շատ լավ է ներկայացնում իրադարձությունները, ինչ որտեղ նույնիսկ ավելի լավ, քան հայկական աղբյուրները, որովհետև եթե մեր հայկական աղբյուրների մեջ այդ քրիստոնեական տարը կար, ապա ստեղ զգացվում է, որ արքայական, ռազմական տարի հսկողության տակ է դա գրվել եւ իրենք բավականին շատ լավ մանրամասներ են տալի։ Բնականաբար հայկական աղբյուրները շեշտադրում են հայերի վրա, վրացական աղբյուրները շեշտադրում են վրացիների վրա, ավելորդ էլ ասել, արդեն ասացինք, մամլուքները իրենց վրա, Ռաշիդ էդ-Դինն ու այլ մոնղոլական պատմիչներ իրենց վրա եւ ինչն է ամենահաճելին այս գործի մեջ, որ փաստորեն մենք ունենք 4 ըստ էության խումբ աղբյուր, որոնցից ամեն մեկը գործը լուսաբանելով իր լույսի ներքո իրեն հետաքրող առումով
տալիս է մեզ շատ հետաքրքիր կարծիքների համակցություն այս պատերազմի շարքի վերաբերյալ։ Գիտեք, հազվադեպ է այսպես լինում, էլի, օրինակ շատ պատերազմներ, օրինակ ասենք Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները, մենք գիտենք միայն հունա-հռոմեական դպրոցի տեսակետը եւ օրինակ պարսկական Աքեմենյանների տեսակետը չգիտենք։ Իսկ ստեղ ոչ միայն գիտենք երկու լիարժեք կողմերին, այլև գիտենք այն կողմերի դաշնակից երկրորդական մասնակիցների կարծիքները։ Առանձին մանր տեղեկություններ են պարունակում նաեւ եվրոպական խաչակրաց աղբյուրները, բայց դրանք շատ հատվածական են, տեղային են եւ ըստ էության էական նշանակություն չունեն, թեև առանձին տեղեկություններ իրոք ուշագրավ են։ Անցնելով առաջ, քննարկենք պատերազմի հիմնական մասնակիցների արդեն բնութագիրը։ Արդեն ասվեց, որ մողոլական մասը ներկայացված էր մողոլական տերության հարավ-արևմտյան մասը կազմող էլխանությամբ, որպեսզի պատկերացնեք, ամենաընդհանուր իմաստով սա ավելի մեծ մի պետություն էր, քան Սասանյանների Պարսից թագավորությունը, բայց ավելի փոքր մի պետություն էր, քան Աքեմենյանների տերությունը։ Այս պետության արևմտյան սահմանը հասնում էր Փոքր Ասիա, գործնականում են լրիվ ընդգրկում էր, միայն արևմտյան մասը դեռևս չէր ընդգրկում, իր մեջ ընդգրկում էր նաև Կոնիայի անկում ապրող սուլթանությունը, հայկական լեռնաշխարհը, Զաքարյանների իշխանությունը, Քարթլի թագավորությունը, Հյուսիսային Կովկասյան լեռնաշղթան, իր մեջ գործնականում պատերազմի ամենասկզում ընդգրկեց Միջագետքը, Իրաքը, Իրանական լեռնաշղթան, Աֆղանստանը, Պակիստանի զգալի մասը մինչև Ինդոս գետ եւ այլն եւ այլն։ Այսինքն քարտեզի վրա հիանալի դուք տեսնում եք այս պետությունը։ Այնուհանդերձ դուք տեսնում եք, որ այս պետությունը ինչքան էլ մեծ ու հզոր մասն էր մողոլական այն մեծ տերության, որը դեռևս այս դեպքերից մի 10 տարի առաջ ձգվում էր Ճապոնական ծովից ընդգրկած Չինաստանը, Հյուսիսային Կորեայից եւ այն որ ասում է Սախալինից սկսած մինչեւ Արևելյան Եվրոպա, Դանուբ գետը իր ստորին հատվածներում, ռուսական տափաստաններ եւ այլն, ներքևում Հնդկական օվկիանոս, վերևում Ուրալյան լեռնաշղթա, Միջին Ասիա, ընդհանուր մինչեւ ռուսական այդ ներկայիս Մոսկվայի հատվածներ եւ այլ եւ այլ եւ այլ, այսինքն Մոսկվայի իշխանությունները ռուսական։ Մեծ տերություն էր, բայց այս տերությունը խնդիրը արդեն այն էր, որ այս պատերազմների ամենասկզբում ինքը փաստացի բաժանվեց 4 մասի։ Ահա դուք տեսնում եք այդ 4 մասերը, կարճ ասենք, որ այս 4 մասերից ամենամեծը, հզորն ու գլխավորը ամենաարևելյան մասն էր, Չինաստանն ու Մողոլիան ընդգրկող Յուանի տերություններ։ Մողոլները երբ որ գրավեցին Չինաստան, իրենց ռազմաքաղաքական կենտրոնը տեղափոխեցին Չինաստան եւ ինչպես լինում է շատ քոչվորների հետ, իրենք եւս ընկան չինական հզոր քաղաքակրթության ազդեցության տակ, դրա համար իրենց պետությունը արդեն սկսեց կոչվել Յուանի տերություն։ Սա իր բնույթով մոնղոլական տերության սիրտն էր, բայց կոչվում է Յուանի տերություն։ Իրենից ավելի արևելք տարածվում էր Չաղաթայական ուլուսը, այսինքն դա ընդգրկում էր այն Մոնղոլիայի արդեն արևմտյան մասը, Միջին Ասիայի հյուսիս-արևելյան մասը, մասնավորապես տրանսօքսանյան, ինչպես ասում են, այսինքն երկու այդ Սիրդարյա ու Ամուդարյա գետերի միջատարածքը, մյուս մասը Ոսկե Հորդան էր, որը տարածվում էր Չաղաթայական ուլուսից ավելի արևմուտք, Միջին Ասիայի հիմնական մաս, Ռուսաստան, Կովկասյան լեռներ, մինչև Դանուբ գետը իր ստորին հոսանքով եւ չորրորդ մասն էլ արդեն ասեցինք, բազմիցս հիշատակված Էլխանությունը։ 4 մասեր, որոնք մողոլական հզորությունը ըստ էության 4 մասի բաժանեցին, եւ եթե նախկինում, ասենք պայմանական օրինակ արևմտյան արշավանքի ժամանակ 1230-ական, 40-ական թվականներին մողոլական տերությունը ուղղակի մրցակցությունից դուրս էր, նկատմամբ ոչ մի ուժ չկար, որ իրեն կարող էր հասնել ամեն առումով եւ նա ուներ մոտ 1 միլիոն ռազմիկ այդ ողջ տարածքում ծրված, ապա հիմա այդ հզորությունը կիսվեց 4 մասի եւ պատահական չի, որ ռազմիկների քանակությունն էլ մոտավորապես կիսվեց 4 մասի, օրինակ Մարկո Պոլոն հայտնում է, որ 13-րդ դարի վերջում Յուանի տերությունը 250,000 հոգանոց բանակ ուներ, բազում մենք տեղեկություններ ունենք Ոսկե Հորդայի բանակի թվաքանակի մասին, մի քանի 100,000 հոգի, 300,000-ի են հաճախ հասնում, 200,000-ը սովորական էր եւ այլ եւ այլ։ Չաղաթայական ուլուսի հզորությունն էլ մոտավորապես 2-300,000-ի մոտակայքում էր զինված ուժերի եւ վերջում թողեց Էլխանությունը, Էլխանության բանակի քանակն էլ նորից տատանվում էր մինչև 300,000, դա իր առավելագույնն էր, սովորաբար ինքը 250,000-ի մոտակայքում էր։ Ընդ որում, ստեղ նաև կարևոր այլ տարրեր կային, իդեմս դաշնակից
տեղում նվաճված ուժերի, այլ տեղերում էլ դա կան, բայց քանի որ մեզ էլխանությունը հետաքրքրում, էլխանության մասին ավելի մանրամասն կխոսենք։ Եվ այսպես, այո, մոնղոլա-մամլուքյան էին պատերազմները, բայց փաստացի մամլուքների լավն եղավ, որ իրենք ընդհարվեցին միայն մոնղոլական տերության 25%-ի հետ, այսինքն այդ 4 մասերից մեկի հետ, ընդ որում այն 3 մասերը՝ Չաղաթայական Ուլուսը եւ Ոսկե-Հորդան, շատ թշնամական դիրքորոշումներ էին էլխանության նկատմամբ եւ հյուսիսից ու արևելքից կախվելով էլխանության վրա հաճախ լրջորեն խանգարում էին վերջինիս ուժերը կենտրոնացնել մամլուքների դեմ, դաշնակցում էին մամլուքների հետ եւ այլն եւ այլն եւ այլն։ Էլխանության հետ քիչ թե շատ դաշնակից էր Յուանի տերությունը, բայց դե իրենք էլ Յուանի տերությունը որևէ հնարավորություն չուներ էլխանությանը իրական օգնություն ցույց տալու։ Եվ այսպես էլխանություն սահմաններն արդեն ասացի, բանակը մինչև 300,000 հոգի, 250,000 իրական դաշտային ուժերը, այս բանակի մեջ կային բաղկացիչ տարրեր, բնականաբար այս բանակը ամենից առաջ եւ սիրտը մոնղոլներն էին կամ թաթարներն էին, ինչպես իրենց հարմար է կոչենք, բայց նաև կային դաշնակից զգալի ուժեր, իրանական լեռնաշխարհից հավաքված պարսիկներ, լեռնաշխարհի արևմուտքից եւ միջագետքից հավաքված արաբներ, հայկական լեռնաշխարհից եւ հյուսիս տարածող Վրաստանից հավաքված հայեր ու վրացիներ, Փոքր Ասիայի թուրքեր, թուրքմեններ եւ այլ եւ այլ եւ այլ։ Մոտավորապես այս բաղկացիչ մասերը այսպես է, թեև կոնկրետ թվերը դժվար է նշել եւ դիսկուսիոն են, բայց իմ գնահատականով իդեալը մոտ 60,000 զինվոր քարտլի թագավորություններ ի վիճակի տալ էս 250-300,000 զինվորներից, բայց դե պրոբլեմն էր, որ քարտլի թագավորությունը ինքը մասնատված էր, առնվազն 2 մասերի էր բաժանված, մի քիչ հետո կխոսենք այս մասին, այսինքն այդ 60,000-ը առանց էլ կիսվում էր 2 մասի, էլ չասած, որ այլ մասնատվածության խնդիրներ կային նաև բուն մասերի միջև։ Մոնղոլների տիրապետության տակ հայտնված Հայաստանի հիմնական մասը, իդեմս 16 նահանգների, ի վիճակի էր մոնղոլական բանակին տալ մոտավորապես 20,000 զինվոր, սա Զաքարյանների Հայաստանն է, որպեսզի պատկերացնեք, եւ մեծ հաշվով այդ թվերը հայերը ներկայացնում են, որովհետեւ հայ իշխանները բավականին, հատկապես այս առաջի 2-3 պատերազմներում լավ էին դաշնակցում մոնղոլների հետ, որտեղ մամեդականները իրենց թշնամիներն էին համարվում։ Հայաստանը ունի պատմական 18 նահանգ, Մեծ Հայքի 15 նահանգը, Հայոց Միջագետը, Փոքր Հայք եւ Կիլիկիան, ես պատական չասի 16 նահանգ, որովհետեւ 17-րդ նահանգի վրա Տրապիզոնի կայսրություններ հավաքված Փոքր Հայքում, շատ թույլ պետություն էր, բոլորից թույլ էր քրիստոնյա ուժերից եւ ինքը ավելի շուտ խորհրդանշական մակարդակով էր դաշնակցում էլխաններին, մի առավելագույնը 5-6,000 հոգի էր ուղարկել այս պատերազմին եւ դրանք էական թիվ չէին ներկայացնում, թեև իրենք sense տրապիզոնի կայսրեր էին եւ երբեմնի բժանդական փառքի կարծես խորհրդանիշն էին։ Եվ վերջապես Հայաստանի 18-րդ նահանգում հենց այս ժամանակ գոյություն էր մեր Կիլիկիայի հայոց թագավորությունը 13-րդ դարի վերջ, 14-ի սկիզբ, իր հզորության գագաթնակետ Կիլիկիայի հայոց թագավորությունը, ի տարբերություն նախորդ խմբերի, օրինակ քարտլի թագավորության, ինքը ենթակա չէր էլխանությանը, ինքը դաշնակից էր էլխանությանը։ Ստատուսը շատ մոտ է, բայց կա նաև տարբերություն։ Եթե օրինակ քարտլի արքաները կամ հայերը Հայաստանի 16 նահանգներից ուղիղ ենթակա են էլխանին, այսինքն իր հպատակներն էին, ապա այստեղ դաշնակցային հարաբերություններ կար։ Թեև ասեմ, որ ուժերն այնքան հաճախ անհավասար էին, որ հայերի այդ դաշնակցությունը հաճախ ենթակայության էր նմանվում, թեև մյուս կողմից էլ հաճախ այո հայերի մասնակցությունը շատ կարևոր էր եւ նորից քիչ հետո կասեմ թե ինչ։ Եվ այսպես դաշնակիցներ էին Տրապիզոնի կայսրությունն ու Կիլիկիայի թագավորությունը, իսկ մյուսները ավելի շուտ ենթականեր էին, հպատակներ։ Այս ժամանակաշրջանում 13-րդ դարի կես, երկրորդ կես Կիլիկիայի թագավորության բանակի մասին մենք ունենք բավականին մանրամասն տեղեկություններ, բանակը իր բնույթով դասական միջնադարյան հայկական ֆեոդալական բանակ էր, ծանր եւ թեթև հեծելազոր ու հետևակ, նետաձիգներ, հաճախ նետողական մեքենաներ էին կիրառում, բավականին լավն էր բանակը, մարտական զգալի փորձ ուներ հատկապես մամեդականների հետ ընդհարվելիս եւ այս բանակը կազմում էր մոտավորապես 70,000 հոգի։ Բոլորին, որ դնում էր հայոց արքան զենքի տակ։ Այս թիվը օդից վերցված չի, որովհետև մենք օրինակ գիտենք, որ հայկական բանակը կարողանում էր
օրինակ 1250-ական թվականներին 52,000-ից կորպուս անել, որից 12,000-ը հեծելազոր, 40-ը հետևակ եւ այս ուժերով մասնակցել մողոլական նվաճումներին։ Սա բավականին լուրջ ուժ էր։ Ավելին ասեմ, եւ ստեղ մի քիչ մանրանանք, քրիստոնյաները իրենք քանի որ ունեին ծանր հեծելազորային ավանդույթներ, իսկ մոնղոլները եւ էլխանները ավանդականորեն թույլ էին ծանր հեծելազորի առումով, հայկական ծանր հեծելազոր հետևակը, բայց հատկապես հեծելազորը անփոխարինելի դեր ուներ մոնղոլական բանակում եւ կոնկրետ մարտական էպիզոդներում մենք սա հաճախ տեսնում ենք։ Ճիշտ է, այն իրանական լեռնաշխարհի պարսկական տարը որոշակի ծանր հեծելազոր տալիս էր, բայց դա չէր հասնի հայկական ու նաեւ վրացական ծանր հեծելազորներին եւ այս առումով էլխանները շատ էին կարեւորում Կիլիկիայի թագավորության դիրքորոշումը, բայց նաեւ Քարթլիի թագավորության դիրքորոշումը ու Հայաստանի հետ մնացած նահանգներից հակված ուժերի դիրքորոշումը։ Կարճ ասենք, որ խաչակրաց արշավանքների դարաշրջանի ամենավերջն էր, արդեն Երուսաղեմը վաղուց ընկել էր, խաչակիրները հազիվ հավաքվել էին մի քանի ծովափնյա ամրություններում, իրենց մասին հաճախ են խոսում եւ մանրամասն, բայց խաչակրաց ուժերը այս ժամանակ շատ թույլ էին եւ բոլորը իրար հետ միասին վերցված հազիվ մի 1000-2000 ռազմիկ կարողանային մեջտեղ բերել, թեև բավականին ուժեղ ու կազմակերպված էին առանձին օրդենները, խաչակրաց օրդենները, տաճարականների եւ հիվանդախնամների մանավանդ օրդենները, որոնք կարողանում էին մարտի մեջ մտցնել մի քանի 100 ասպետ իրենց շրջակայքով, բայց դե ամեն դեպքում քանակապես սրանք զգալիորեն թույլ էին, թեև որպես այն մամեդականների ավանդական հակառակորդներ իրենց մասին միշտ խոսվում է եւ իրենք էլ ինչ որ տեղեր հույս ունեին, որ ի վերջո մոնղոլները այդ խաչակրաց արշավանքի խնդիրները կյանքի կկոչեն։ Եվ այսպես ամրագրենք, որ էլխանության բանակը թվով զգալի եւ գերազանցող բոլորին, այնուհանդերձ մերձամարտում ծանր զորատեսակների կիրառմամբ մարտում զգալի խնդիրներ ուներ եւ այս առումով դաշնակիցների համար շատ կարեւոր էին։ Խոսքս վերջացնեմ Իկոնիայի սուլթանության մասին խոսելով, անցել էին այս սուլթանության լավ ժամանակները 1243 թվականի հուլիսի 3-ից 4-ն ընթացած Չմանկտուկի ճակատամարտը մահացու հարված էր հասցրել այս սուլթանության հզորությանը, դրանից հետո այնտեղ իշխանական խնդիրներ էին առաջացել, սուլթանությունը կիսվել էր մասերի, 1200 նույնիսկ 56 թվականին իր մի լայն մասում Ղահրամանյանների էմիրություններ առաջացել, մի խոսքով այս Իկոնիայի սուլթանությունը գտնում էր անկման, Չմանկտուկի ճակատամարտում 160,000-ով զորք էր հանել սուլթանությունը, հիմա այս ուժերը կիսվել էին, մասնատվել էին, չէին սիրում հաճախ մոնղոլներին, բայց մյուս կողմից էլ հաճախ արդի դեպքում կողմ էին հաջող պատերազմ թալան իրականացնել եւ Իկոնիայի սուլթանության տարածքից էլ կարող են մոնղոլական այս էլխանական բանակին միանալ մոտավորապես մոտ 20-30,000 հոգի մարդ։ Սա էլ այս առումով էլխանության բանակը։ Մի քիչ մանրամասն խոսենք մյուս մասի, Մամլուքյան սուլթանության բանակի մասին։ Ինչպես արդեն ասացի, Մամլուքյան սուլթանությունը ստեղծվել էր այս դեպքերից հենց քիչ առաջ, իր նախորդն էր Էյուբյանների սուլթանությունը, որի ամենահայտնի ներկայացուցիչը հանրահայտ Սալահեդդինն է, որն էլ հենց հիմնեց այդ սուլթանությունը, գրավեց 1187 թվականին Երուսաղեմը, ծանր հարված հասցրեց խաչակիրներին եւ այլ եւ այլ, բայց այս սուլթանության լավ ժամանակները Սալահեդդինից հետո աստիճանաբար անցան եւ 1240-ական թվականներին այս սուլթանությունը լրջագույն խնդրի մեջ մտավ, առանձին եւ մեծ թեմա, ուղղակի կարճ ասեմ, որովհետեւ շատ չհեռանանք թեմայից, քրդերը, որոնք կազմում էին այս սուլթանության վերնախավը, այսինքն Սալահեդդինի տոհմը, էյուբյանները, կտրվեցին տեղի բնակչությունից, արաբները չէին սիրում քրդերին, այնտեղ նաեւ քրդերի հետ թյուրքական իշխող տարր կար, որն իր հերթին չէր սիրում քրդերին, ասենց երեք մաս կար, արաբներ հիմնական մասը, որը չեն սիրում թյուրքերին ու քրդերին ու թյուրքերին էլ վերնախավում չեն սիրում իրար, արդյունքում վերջին սուլթաններից մեկը Էյուբյանների Աս-Սալիհը, որն իշխել է 1240-ից 1249 թվականներին, որպեսզի սուլթանության ռազմական պահանջմունքները բավարարի, մեծ քանակի ռազմական ստրուկներ գնեց եւ դրանցով համալրեց բանակի շարքերը։ Դրանց կոչում էին այդ ստրուկներին գուլյամ։ Նախկինում սկսած հələ 8-րդ դարից, 9-րդ դարից եւ այլն այս գուլյամները տարածված էին, իրանք նոր բան չէին մամեդական որևէ պետական միավորում եւ դա ինչ որ նոր բան չէր,
Բայց խնդիրը կայանում էր նրանում, որ այս գուլյամները նախ թանկ էին նստում պետության վրա, երկրորդ իրենք այդ սոցիալական միջավայրից կտրված էին, քանի որ որպես կանոն գուլյամները իշխող դասակարգի շահերն էին ներկայացնում, եւ այս դեպքում, Էյուբյանների դեպքում ավելի վատ մի բան եղավ, որովհետեւ եթե այն դեպքում գուլյամները գոնե մոտ էին այդ սոցիումին, ապա այս դեպքում գուլյամները հիմնականում սկսեցին կազմվել մոնղոլական այդ մեծ արշավանքների արդյունքում այդ Եվրասիայից դուրս մղված թուրքալեզու ռազմիկներից, հիմնականում ղփչաղներից, ռուսական տափաստաններում մինչև մոնղոլների հայտնվելը ղփչաղներն էին իշխում, մոնղոլները արևմտյան աշրանքի ժամանակ դրանց գրավեցին, ղփչաղները հիմնականում, որ մինչև այդ էլ վարձկան ծառայություն էին իրականացնում հարևան երկրներում, Վրաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Բյուզանդիայում եւ այլ, Եվրոպայով անցան, միջերկրական ծովը կտրեցին, հայտնվեցին Եգիպտոսում, իրենց մեծ քանակի մարդունակ, կռված, ամեն ինչ կորցած կատաղած տղամարդիկ, ասալի սրանց զգալի քանակությամբ գնեց, մի մասն էլ թուրքերի հայտնվեց իր մոտ Ջալալեդդինի Խորեզեմի սուլթանության անկումից հետո, այս անգամ էլ հարավային կողմում, այսինքն 1230-40-ական թվականներին Խորեզեմի սուլթանությանը մողոլները ջարդեցին, լցրեցին Պարսկաստան, հետո Պարսկաստանից էլ Իրաք ու Ասորիկ, մի խոսքով թուրքալեզու տարը սկսեց կազմել գուլյամների մեծ զգալի քանակություն, սա էլ Էյուբյանների գլխին շատ չար կատակ խաղաց, որովհետև շուտով ավելի կոնկրետ 1250 թվականին Աս-Սալի հաջորդ եւ որդի Թուրանշահին, որն իշխել է 1249-1250 թվականներին, գուլյամները դավադրություն կազմեցին թուրքալեզու, սպանեցին, խլեցին իշխանությունը, քրդերին եւ էյուբյաններին հեռացրեցին գահից եւ այնտեղ քաղաքալական խառը պահեր կա, ուղղակի չեմ ասում, որ թեման չհեռանա եւ փաստացի արդեն 1250-ականների կեսերին իրենք էին տիրություն անում մամլուքյան սուլթանությունում։ Հիմա կասեք այնտեղ գուլյամ, այնտեղ մամլուք, ինչի՞։ Ասեմ ինչի, որովհետեւ մամլուքները, այսինքն այս եգիպտական գուլյամները, իրենք փաստացի ստացան մամլուքի կարգավիճակ, հենց իրենք ինձ այդպես էլ կոչում էին, եւ տարբերությունը նրանում էր, որ եթե գուլյամները որոշակի սոցիալական ամբողջություն չունեին եւ իրենց շերտի գիտակցություն չունեին, ապա մամլուքները կարծես թողների այս համեմատության համար օրենքով գողերը կամ սամուրայները, իրենք ունեին իրենց սոցիալական շերտի հստակ գիտակցություն։ Իրանք ասում են մենք մամլուք ենք, իրենք ունեն իրենց պատվի սկզբունքները, օրինակ իրենք ասում են, որ սուլթան կարող է դառնալ ոչ թե մամլուքի որդին, այսինքն սուլթանի որդին, այլ հենց մամլուքներից մեկը։ Այսինքն իրանք շատ վատ էին ընկալում, երբ որ որևէ սուլթան իր որդուն էր տալի, չէ՞ որ որդին արդեն մամլուք չի, ինքը միանգամից ծնվել է սուլթանի որդի, փափուկ ապրած եւ այլ, իրանք ասում են չէ։ Եթե կարծես օրենքով գողը, որ իր որդուն դարձնի օրենքով գող, ինչքան տարօրինակ է, չէ՞, ընկալվում, ասում են չէ, պետք է ինքը բանտ անցնի, այլ խոսքերով ասած ստրկություն, իր հատկանիշներով ապահովի, որ ինքը լավն է եւ այլ եւ այլ։ Այսինքն առանձին էլի թեմա է, եւ մամլուքները նաեւ շատ վատ սպառողական վերաբերմունք ունեին տեղի բնակչության նկատմամբ, այսինքն հիմա որ նայում են, ասում են դե արաբական Եգիպտոս, բան չէ, տեղի արաբները շատ ծանր սոցիալական եւ նույնիսկ ազգային ճնշման տակ էին մամլուքյան սուլթանությունում, այսինքն իրենք կարծես դրանք գիշատիչներ էին մամլուքները, որոնք ուղղակի իշխանության էին հասել սուլթանությունում եւ հա ընդհանուր իսլամի շահերը ապահովելու առումով նաեւ արաբներն էին իրենց սիրում, որ մոնղոլներին կամ քրիստոնյաների հետ են մղում, բայց մեծ հաշվով իրենք արաբական չէին։ Օրինակ շատ սուլթաններ նույնիսկ արաբերեն նորմալ չգիտեին եւ ժամանակակիցները սա հստակ ֆիքսում են, չէին հասկանում լեզուն եւ այլն եւ այլն եւ այլն։ Մամլուքյան սուլթանությունը նորից ասեմ, Էյուբյանների սուլթանության հաջորդներ, Էյուբյանների սուլթանությունը միջնադարյան դասական ֆեոդալական տիպի պետություն էր, ստեղ շատ ուժեղ էր ֆեոդալական ծանր հեծելազորը, առանձին թեմա է, ուղղակի շատ չեմ ուզում հեռանալ, ժամանակակիցները ֆիքսում են, որ 13-րդ դարի առաջին կեսին Էյուբյանների հեծելազորը, հատկապես այն հեծելազորը, որը Ասորիքում էր, շատ լավն էր, հենց իր ծանր առումով, այսինքն այս առումով իրենք մոտենում էին քրիստոնյաներին։ Գաղտնիքը նրանում էր, որ իրենք շատ էին ընդհարվել հայերի եւ խաչակիրների հետ եւ քանի որ իրենք էլ քրիստոնյաները ծանր հեծելազորով էին լավ, իրենց մոտ էլ զարգացավ ծանր հեծելազորը, մյուս գաղտնիքներն էր, որ Էյուբյանները իրենց հիմքում ունեին ամեն դեպքում քրդական տարը եւ իրենք միշտ նայում են, որ քրդական տարը հանկարծ չզիջի թուրքական տարին, ել չասած արաբական տարի մասին, իսկ քրդերն քանի որ նստակյաց ժողովուրդ էին,
ինչքան էլ տարօրինակ ձեր ականջին սա կարող է հնչի, իրենց մոտ էլ ծանր հեծելազորներ զարգացած։ Թեթև հեծելազորը ներկայացված էր իդեմս թուրքական հեծելազորի, թեթև անկանոն մասի եւ արաբական բեդվինական հեծելազորի։ Եվ այսպես, երբ որ Էլխանները սկսում են ընդհարվել Մամլուքյան սուլթանության հետ, որը ունի լավ ծանր հեծելազոր եւ ոչ վատ քանակապես շատ թուրքական, արաբական, բեդվինական հեծելազոր, այդ ծանր հեծելազորը քրիստոնյաների Էլխանների համար անչափ կարևոր է, այս մասին արդեն խոսեցի։ Պետք է ասել, որ Մամլուքյան սուլթանությունը իր գոյության ստեղծման առաջին պահերին շատ ծանր դրության մեջ էր 1250-ականների սկզբին։ Մամլուքները իրենք լավ ռազմիկներ էին, լավ զորավարներ էին, մամլուք սուլթանները, կյանքի բարդ դպրոց անցած, ասենք, եթե ինչ-որ մի տիրակալ իր փափուկ պահած տղային դարձնում էր թագավոր, ապա այս դեպքում մամլուքը տեսել է մահ, ավեր, ընտանիքի կորուստ, ստրուկ ա եղել, հետո աճել է, պատկերացնում եք ինչ մարդ է։ Օրինակ, ասենք, Կուտուզը, Բեյբարսը, այդ սուլթանները, որ իրենց կյանքի ուղին նայում ես, հասարակ զինվորից իր հատկանիշներով, իր այո նենգությամբ, այո ուժով, եւ այս առումով իրոք իրենք ակնառու անձնավորություններ են եւ ռազմաքաղաքական հսկայական փորձ ունեին, բնականաբար այդ գայլային օրենքներով էին ապրում եւ միմյանց նկատմամբ եւ թշնամիների, բայց այնուհանդերձ խնդիրը կայանում էր նրանում, որ Սալահեդդինի էյուբյանները հսկայական հեղինակություն ունեին այդ ժամանակ էյուբյանների սուլթանության դեռևս մասը կազմող Եգիպտոսի մասորիքում շատ հատ տեղերում իրենք իշխում են եւ այս մամլուքներին դուրսպրծուկներ էին ընկալում, դե մենք Սալահեդդինի հետնորդներն ենք, տասնամյակներ իշխում ենք Խաչակիրներից, Երուսաղեմն ենք գրավել, սրանք ով են, այս թուրքերն եկել են եւ ինչքան էլ մամլուքները լավը լինեին, իրենք քանակապես շատ քիչ էին եւ շատ լուրջ խնդիրներ ունեին, ռազմավարչական լրջագույն խնդիրներ ունեին 1250-ականների ողջ ընթացքում մինչեւ վերջ, բայց իրանց օգտին խաղացին մի քանի հանգամանքներ եւ այդ հանգամանքներից ամենակարևորներն էր, որ իրենց ձեռքում էր գտնվում հարուստ եւ հսկայական ռեսուրսներ ունեցող Եգիպտոսը։ Այն հսկայական ռեսուրսներ ուներ այս երկիրը եւ մամլուքներն էլ, որոնք իրենք գիտեին, թե ինչպես պետք է ուժեղացնել բանակը, այսինքն իրենց էլ էին գնել եւ սարքել զինվոր, առել էին, իրենք էլ արագորեն գործի մեջ դնելով Եգիպտոսի ֆինանսական ռեսուրսները, աջ ու ձախից հավաքելով հիմնականում թուրքալեզու ստրուկներ, արդեն 1250-ականների կեսերին բավականին ուժեղ կորպուս ստեղծեցին, 40-50 հազար հոգանոց բանակ ստեղծեցին, այո, քանակապես զիջում էր բնականաբար շատ շատերին, բայց դե նաև ինչ-որ մի կորիզեր, որի շուրջ կարող էր հավաքվել։ Երկրորդ տարը, որ Մամլուքյան սուլթանության կայացման օգտին խաղաց, դա նա էր, որ նույն այս ժամանակ մողոլները հսկայական գոյաբանական վտանգ էին ստեղծել մահմեդական աշխարհի համար, 1258 թվականին գրավել էին Բաղդադը, ոչնչացրել էին արաբական խալիֆությունը, մահապատժի էին ենթարկել խալիֆին, գրեթե 1 միլիոն բնակչություն ունեցող Բաղդադի ողջ բնակչությանը գործնականում կոտորել էին, վերացրել էին հարուստ գրադարան, ասում են գրքերը լցրել էին Եփրատ եւ Տիգրիս գետը եւ ասում են գետը այդ գրքերի թանակից արդեն դարձել էր գույնը, փոխել էր մարդկային առողջ եւ արաբները եւ մամեդականները իրենք մտածում են, որ մենք կկործանվենք։ Պարսկաստանը, Միջին Ասիան, որ իրենք սովոր են, որ իրենցը պետքա լինի, չկա, Պարսկաստանը չկա, հենց նոր գրավեց Իրաքը Բաղդադով միջագետքը եւ ահա մողոլական հորդան գալիս է արդեն Սիրիայի վրա եւ այստեղ մամլուքները սկսեցին ընկալվել որպես ուժեր, որոնք ի վիճակի էին կանգնեցնել եւ իրենք երբ որ առաջին մանավանդ հաջողություններն ունեցան մոնղոլների դեմ պայքարում, սրա մասն է կխոսենք, այդ չսիրելով իրենց հանդերձ մամեդական տարը եւ հատկապես արաբական տարը իրենց կողք մոտ կոնսոլիդացվեց, որովհետեւ հասկացան, որ եթե Եգիպտոսն է մոնղոլները գրավեն, այնա կհասնեն հյուսիսային Աֆրիկայով մինչեւ Ատլանտյան օվկիանոս եւ փաստորեն մամեդական աշխարհի վերջը կգա։ Եվ վերջապես երրորդ տարը, որը խաղաց մամլուքների օգտին, դա էյուբյանների մի կողմից վարկաբեկվածություններ արդեն, մյուս կողմից էլ իրենց ոչ վճռական լինելը եւ տարանջատվածությունը։ Էյուբյանները դեռևս 1200 արդեն 30-ականների վերջից քաղաքական լրջագույն խնդիրների մեջ մտան, ներտոհմական, էլի չեմ խորանում ովում, այս ընթացքում իրանց մեջ այդ տոհմերի առանձին գծերի մեջ թշնամանքը, մրցակցությունը, իրար սպանեցին, ռեսուրսներ սկսեցին իրար վրա ծախսել, մեկը մյուսին արդեն չուզեց օգնել եւ այլ եւ այլ եւ այլ եւ նույնիսկ այն ժամանակ, երբ որ հիմնական ճյուղը Կահիրեում կորցրեց իշխանությունը,
իսկ էյուբյանների զգալի ուժեր մնացին Սիրիայում եւ արաբական թերակղզում, նույնիսկ այդ ժամանակ իրենք չկարողացան նորմալ կենտրոնացնել ուժերը եւ հետ բերել իշխանությունը Եգիպտոսում, դեռ չասած, որ այդ նույն ժամանակ իրենց թիկունքին սկսեցին շնչել արդեն մոնղոլները իրենս էլխանության։ Մի խոսքով, մամլուքյան սուլթանություն ունեն 1250-60-ականներին մոտ 40-50 հազարանոց շատ լավ բանակ, կորիս, բայց ընդհանուր առմամբ այս սուլթանության ռազմական հզորությունը, եթե նորմալ կազմակերպվեր, հասնում էր մինչև 150-200 հազար հոգի, հատկապես հետագա տասնամյակներում, կորիզը արդեն ասեցին գուլյամական կորպուսներ եւ շատ մեծ քանակություն են կազմում բեդվին արաբները, արաբական անկանոն հաճախ ուխտերի վրա գտնվող հեծելազորը կամ ուխտազորը, որ ուղղակի գոյաբանական խնդիր էր լուծում եւ օգնելով մամլուքներին նաեւ ինքն էր ապրում։ Գործող անձից մասին հիմնականում պատերազմների ընթացքում ես կասեմ, ուղղակի ասեմ, որ Վրաստանում պատերազմների սկզբում կան երկու թագավորներ՝ Դավիթ 4-րդ Նարինն ու Դավիթ 5-րդ Վարամուլը, երկուսն էլ 1245 թվականին են իշխել, Նարինը մինչև 1293, Վարամուլը մինչև 1271։ Կիլիկիայի թագավորությունում այս ժամանակ իշխում էր Հեթում առաջինը 1225-ից 1269 թվականներ եւ ըստ էության Հեթումյանների տոհմն էր իշխում, այնտեղ Սմբաց պարապետը, Կոստանդին թագավորահայրը, Օշինը Կոռիկոսցին եւ այլ։ Արաբական խալիֆությունը 1258 թվականին ոչնչացավ։ Կիլիկիայի թագավորության թիկունքում ստեղծվել էր Ղարամանյանների էմիրությունը, որը բավականին բարդացնում էր հայերի կյանքը եւ հաճախ հայերը չէին կարողանում ողջ ուժերով գալ արևելյան ճակատ, որտեղ արևմուտք էին ստիպված ուժերը տանում։ Եվ հիմա երևի թե ճիշտ կլինի նաեւ անդրադառնանք պատերազմի թատերաբեմին։ Պատերազմի թատերաբեմը ասորիկներ, սովորաբար Հայաստանում կամ հարակից երկրներում ընթացող պատերազմներով հայկական լեռնաշխարհում են ընդհատում։ Մենք սա շատ հստակ տեսանք հռոմեա-պարթևական, հռոմեա-պարսկական, բյուզանդապարսկական, բյուզանդա-արաբական պատերազմների ժամանակ, հետագայում թուրք-պարսկական պատերազմների ժամանակ, այս անգամ բարեբախտաբար պատերազմների շարքը սենց կողքով անցավ հայկական լեռնաշխարհը, թեև հաճախ փսվեց հայկական լեռնաշխարհին, այնուհանդերձ հիմնականում այս պատերազմական գործողությունները տեղի ունեցան ասորիքում։ Ասորիքը դա ներկայիս Սիրիան է, գիտենք այս պայն Սիրիայում ինչ վիճակ է, կարճ ուղղակի այդ թատերաբեմի մասին խոսենք, հյուսիսային կենտրոնը Հալեբ, կենտրոնական հատվածում Հեմս ու Համա քաղաքները, խոշորը Հեմսն է, գլխավորը, եւ հարավում Դամասկոսը։ Կա նաեւ հարավից իրեն արևմուտք Պաղեստին կոչված տարածքը, որի ես սովորաբար սենց ռազմաաշխարհագրական իմաստով սովորաբար արսորիքի մեջ եմ մտցնում, Երուսաղեմ կենտրոնով, հասկանալի է, ներկայիս Իսրայելի տարածքը, Սիրիա, Լիբանան, սա որ մի քիչ մանրացնենք, կոպիտ ասած ասորիկ, որի արևելյան սահմանը Եփրատ գետն է, հարավային սահմանը այդ արաբական թերակղզու արդեն անապատներն են, արևմտյան սահմանը միջերկրական ծովն է եւ հարավ արևմուտքում էլ արդեն գտնում է Եգիպտոսը, Հալեբ, Հեմս, Haman մի քիչ թողնենք, Հեմսի կողքն է, էլի հայտնի քաղաք է, բայց Haman զիջում է Հեմսին, Հալեբ, Հեմս, Դամասկոս, այս երեք իրա կենտրոններով։ Բնականաբար էլխանության եւ այդ ժամանակ դեռևս էյուբյանների, բայց վերջին էյուբյանների ձեռքում գտնվող ասորիքի սահմանը, որը շուտով արդեն այդ վերջին էյուբյաններն չէին լինել, մամլուքները կտիրեն ասորիքին, Եփրատ գետն էր։ Վերին հատվածում անորոշ է մի քիչ սահմանի հարցը, այնտեղ Կիլիկիայի արևելյան շրջաններն է գալիս եւ գալիս է Անդրեեփրատյան ծոփքը, հայոց միջագետքը, Եփրատ գետով, մոտավորապես Մելիտե Սամոսատ այնթափ մարաշ քաղաքների շրջակայքում էր անցնում այս սահմանը այս երկու պետությունների։ Ու փաստորեն, երբ որ նայում եք շատ հետաքրքիր ձև, տեսեք, պարթևական եւ Պարսից թագավորությունների սահմաններն էլ էր Եփրատ գետը, հռոմեական կայսրության ու հանրապետության սահմանը Եփրատ գետ, այսինքն ասորիկ, այս առումով է շատ հետաքրքիր կիսում, այն դեպքում, երբ որ Աքեմենյաններն օրինակ միջագետ, ասորիկ, Եգիպտոս, Փոքր Ասիա ունեին, սա էլ հաշվի առնենք։ Արդեն 50 րոպե խոսում եմ, երևի թե նախաբանի համար այսքանը հերիք է, մի անգամ էլ կրկնեմ, որ այս ամեն ինչը մանրամասն կա իմ գրքերում։ Բնականաբար ես ուզեցի սկզբում մի քիչ պաշտոնական, սենց նույնիսկ մտածում էի ծրագիր կիրառեի, որպեսզի այս տեքստը կարդա, հետո
Գիտեք, ամեն դեպքում գտա, որ խոսալը ամեն դեպքում ճիշտ է։ Հիմա կարող եմ մի բառ սխալ ասեմ, միտեղ հազար, միտեղ փռշտամ, միտեղ ինչ-որ բառ կամ հնչյուն լրիվ չասեմ, բայց կարծում եմ, որ լսողներին սենց ավելի հաճելի կլինի, քան թե ես դնեի իմ գրքերից տեքստը մուտք անեի համակարգչային ծրագիր, ծրագիրը կարդար։ Ես գտնում եմ, որ այսպես ճիշտ է, եւ եթե նախորդ պատերազմներն էլ ես այսպես ներկայացրեցի, թող այս պատերազմաշարքն էլ այսպես ներկայանա։ Հուսով եմ այս առումով ընկալեք որպես ընկերոջ խոսակցություն, այլ ոչ թե ինչ-որ, չգիտեմ, պաշտոնական խոսք եւ այլ եւ այլ։ Բնականաբար կա գրառումներ, խոսելու ընթացքում նայում եմ ինչ-որ թվեր, փաստեր եւ այլ եւ այլ եւ այլ, բայց չէ բացառվում, որ ինչ-որ մի բան կարող է սխալ ասեմ, բայց կաշխատեմ սխալ բնականաբար չասել։ Եվ այսպես, հարգելի բանեկամներ, այս նախաբանը սրանով ավարտենք, առջևը մենք կունենանք 4 պատերազմներ ներկայացնող վիդեոնյութեր, որոնք կվերաբերվեն Մողոլ ամամլության առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ պատերազմներին եւ այդ պատերազմներում հայ ժողովրդի խաղացած մեծ դերին։ Կիլիկիայի թագավորությունը ամենից առաջ, բայց նաեւ Էլխանների տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքից հավաքված ուժեր, ինչու՞ չէ նաեւ վրաց մեր ազգակից եղբայրական ժողովրդի վարքագիծը, խաչակիրներ, տրապիզոնի մասնակի սիմվոլիկ մի քիչ կայսրություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա անցալենք որպես նախաբան, շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք։ Այս խոսքը սրանով ավարտում եմ եւ հաջորդ արդեն հանդիպման ժամանակ մենք կխոսենք Մողոլ ամամլության առաջին պատերազմի մասին։ Շնորհակալ եմ, լավ եղեք, ամենայն բարիք։